Հայ դատախազներն ու նրանց նիդերլանդցի գործընկերները քննարկում են երկու երկրներում գենդերային բռնության դեմ պայքարի իրավական կարգավորումներն ու մոտեցումները։ Կողմերի միջև փորձի փոխանակումն իրականացվում է բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի գենդերային արդարադատության ակադեմիա ծրագրով։ Ինչու ենք նշում գենդերային բռնություն, որովհետև չնայած որ մեծամասնության բռնությունը իրականացվում է կանանց և աղջիկների նկատմամբ, բայց այնուամենայնիվ ունենք նաև դեպքեր, երբ բռնություն է իրականացվում տղամարդկանց և տղաների նկատմամբ։ Դատախազները մասնակցում են փորձի փոխանակման լավագույն պրակտիկայի կիրառման համար, որպեսզի ապագայում ավելի զոհակենտրոն մոտեցում ցուցաբերվի, ընտանեկան բռնության զոհերը ավելի պաշտպանված լինեն, ավելի վստահեն օրենքի մարդկանց և դիմեն համապատասխան մարմինների։ Ընտանեկան բռնության տեսակները նույնն են ամբողջ աշխարհում, տարբեր են դեպքերի քննության և քրեական հետապնդման մեխանիզմները։ Գենդերային արդարադատության ակադեմիայի տեղացի և միջազգային փորձագետները ներկայացնում են իրենց երկրներում ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական կառուցակարգերը։ Որպես դատախազներ մենք թերևս կարող ենք իրավական օգնություն ցուցաբերել բռնության զոհերին, իսկ հոգեբանական աջակցության մեթոդները դեռ այդքան զարգացած չեն և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Դուք հարցնում եք ինչ կարող ենք ձեզնից սովորել։ Դեռևս 12-րդ դարում հայերն ունեցել են մեծ մտածող Մխիթար Գոշին, ում հեղինակած իրավական ակտերից շատերը գործող օրենքների հիմքն են, և այս առումով մենք շատ բան ունենք սովորելու իր ժամանակի բավական առաջադեմ այդ մտածողից։ Փորձագետները քննարկում են նաև տուժողի և բռնարարի հարցաքննությունները ճիշտ կազմակերպելու հարցը, բացառելու անձին կրկնակի հոգեկան սթրեսի ենթարկելու հնարավորությունը։ Անահիտ Կարյան, լուրերի համար։